Բարև ձեզ, այսօրվա մայիսի 13-ի Մանբիոն հաղորդաշարի երթական հաղորդումը ես վերնագրել եմ հաղթանակաբեսության չշքերթը և մոխրագույն կեպիով մարդը։ Բայց նախքան թեմային հասնելը բաժանորդագրվեք, խնդրեմ իմ Մամասի Ավանեսյան YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Մամասի Ավանեսյան YouTube ալիքը ավելի տարածվում։ Իդեպ YouTube-ում կա նաև մի այլ գործողություն, որով դուք կարող եք հովանավորել իմ YouTube ալիք, իսկ ինչու ոչ։ Այնպես որ նրանք, ովքեր կցանկանան դառնալ հովանավոր ալիքի, եկուզ մի անգամ, ապա կարող եք, ես ամենևին դեմ չեմ լինի, այլ շնորհակալ եմ։ Ինչևէ, հիմա հասնեմ բույնյութին եւ այսպես հաղթանակաբեսության չշքերթը եւ մոխրագույն կեպիով մարդը։ Ինչպես կռայեցիք արդեն խոսքը նորից մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցած այդ հաղթանակաբեսության շքերթի մասին է, որ ես արդեն ասում եմ չշքերթ, որովհետև հակառակ բոլոր այդ ակնկալիքներից, այդ պաթոսային խանդավառությանը եւ նրան տրվող մեծ նշանակությանը այնուամենայնիվ շքերթը ստացվեց մինչև հիմա եղած բոլոր շքերթներից ամենախղճուկը եւ ինչ ասեմ նույնիսկ ծիծաղելին։ Ռուսական կողմը ամեն ինչ արել էր, որպեսզի մարդաշատություն գլխաքանակ ապահովեր այդ չշքերթին, տարբեր երկրների ներկայացուցիչների հրավիրելով, բայց հիմնականում եկել էին այս գոնե համենայն դեպս գերմանական նացիզմի դեմ տարած հաղթանակի հետ որևէ առնչություն չունեցող երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված երկրների ներկայացուցիչներ, անկախություն ստացած երկրների ներկայացուցիչներ, ինձ համար նույնիսկ տարօրինակ էր, որ չնայած հրավերին ներկա չէր նաև ռուսական, այսպես կոչված ներկայացուցիչը Եվրամիությունում, ասենք ոչ թե ռուսական, այլ Պուտինի ներկայացուցիչը Եվրամիությունում Հունգարիայի ներկայվար Օրբան։ Իհարկե Ֆիցոն կար, որը չնայած Ամերիկայում վատ է զգացել, վերադարձել էր Սլովակիա, բայց այնուամենայնիվ ազդուրվեց եւ Մոսկվա ժամանեց։ Ինչևէ, այս հիմնական գլխավոր հյուրը, որ ներկա էր եկել է ժամանել էր Մոսկվա, դա Չինաստանի ղեկավար Զյանցեպինն էր։ Զյանցեպինը, որովհետև ռուսները այսօր մեծ նշանակություն են տալիս Չինաստանի հետ հարաբերություններին։ Եվ Միացյալ Նահանգներն էլ իդեմս Թրամփի, որը որ քիչ առաջ ընկնելով ասեմ, մինչև հիմա եղած ամերիկյան նախագահներից պրոբլեմատիկն է, մեղմ ասած, փորձում է Ռուսաստանից եւ Չինաստանը միմյանցից անջատել, հեռացնել, բայց չի ստացվում։ Ինչևէ, սա չի կարևորը տվյալ դեպքում, այլ խնդիրը այն է, որ Չինաստանը ներկա էր այս հաղթանակաբեսության չշքերթը։ Բայց պետք էր տեսնել, թե ինչպիսի գոհունակություն էր ճառագում Աման Ռուսիայի իմաստունից, երբ նա քայլում էր Չինաստանի ղեկավարի կողքով, ուրախությունից, գոհունակությունից բերան մինչև ակաժները բացած, իսկ եւ այնպես գիտեք ինչ լակեի նման այդ քայլելով եւ հիշարժա եւ ընդհանրապես հետաքրքիր էր Չինաստանի ղեկավարի խորիմաստ եւ այս բազմիմաստ շփիթը դեմքին ասում էր հետեւյալը, թե այդպես կտրվռաս իմ առաջ։ Դա էր նշանակում։
Մյուս հետաքրքիր եւ սպասելի բանն այն էր, որ Մոսկվա չժամանեց Ադրբեջանի նախագահը։ Որոշ աղբյուրների համաձայն դրա չժամանելը պատճառաբանեցին իբր առաջիկայում նրա հոր Հոբելյանը եւ ժամանակ չուներ, պետք է պատրաստվեր Հոբելյանը։ Ալլահ, չեմ իհա։ Պարզապես ըստ իս Էրդողանը Ալիևին ասել է ծանր տեղը չթեթևացնես վերնգի տեղ, չգնաս։ Եվ նա չգնաց, չի գնացել։ Եվ սա հակառակ այն դեպքում, երբ նման դեպքերում սպիրտախառն դեմքով Մարիա Զախարովան էպիտետներ չէր խնայի, այլ ղեկավարների հասցեին քայլրություն Ադրբեջանի վերաբերյալ։ Իսկ այն, որ Իլհամ Ալիևը մեղմ ասած ռուսերեն համայն Ռուսիայի մասնունին դարացի հայ ժեստով իշ չգալով ասեց իդիտի բանյու, սա միանշանակ է։ Եվ Մարիա Զախարովան էլ սա ընդունել է իգիտություն քայլրություն։ Այս է այսպիսին է Ռուսաստանը, այնքան կախված Թուրքիայից ու Ադրբեջանից եւ էլ չասած Չինաստանի մասին չեմ էլ ասում։ Չինաստանը լրիվ այլ կատեգորիա է, իսկ այս պայմաններում Ռուսաստանը ուղղակի կախվածության մեջ է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Այսպիսի բան է։ Եվ այս պարագայում Մոսկվայում Հայաստանի վարչապետի ներկայությունը հակառակ ոմանց քննադատությունների, արտահայտած կարծիքների ըստ իս ճիշտ էր։ Պետք էր գնալ, բայց գիտեք, ինչպես միշտ, ինչպես այդ Չեռնամիրդինն էր ասում, ուզում էինք որ լավ լինի, բայց եղավ ինչպես միշտ։ Հիմա գնալը գնալ, բայց գնալուն պետք էր նախապատրաստվել։ Եվ այդ առումով պետք էր պատրաստվել եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, թե վարչապետի արարողակարգի ծառայությունը եւ թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։ Այս երեքն էլ թերացել են ըստ իս, որովհետեւ եթե չթերանային, ապա ռուսական արարողակարգի ծառայությունը Փաշինյանին ու Լուկաշ Բուլբաշին միմյանց կողք չէր նստացնում։ Նրանք պետք է իմանային, որ այս երկուսին իհարկե կողք նստացնել պետք չի։ Եվ եթե բանը հասել էր նրան, որ այսպես նրան, ապա Փաշինյանը ինքը պետք է շուռ գար եւ ասեր ես նրա կողքը չեմ նստի։ Այսպիսի բան էր։ Եվ գիտեք ինչ, մյուս կողմից էլ ինչ ասեմ, Փաշինյանի շրջապատում մեկը գոնե չկա, որ այս մարդուն ասի, որ այդ կեպին սազական չի, կեպին, այս կեպիով գյուղամեջ, մարդամեջ չես դուրս եկել։ Կարողակարգային կա սովորական բան, եթե բոլորը առանց գլխարկ են, ուրեմն գլխարկ չպիտի դնես։ Կամ եթե դնում ես էլ, ապա ոչ այդ կեպին, որ եւ վերջապես իմիջ մեկ ունի այս մարդը, թե չէ։ Այդ առողջ ապրելակերպ հեծանի քշելուց զատ մեկը չկա, որ ֆիզիոթերապիա անցկացնի նրան ուզ ուղղելու համար։ Գիտեք ինչ է, դա կանեն չեն անի, դա իր անձնական գործն է, բայց քանի դեռ ինքը ներկայացնում է Հայաստանը, ապա պետք է Հայաստանը ներկայացվի ըստ պատշաճի։ Սա էր ասելիքս այսօրվա։ Առայն որ Փաշինյանի գնալը Մոսկվա ճիշտ էր, բայց ներկայանալը շատ սխալ էլ, եթե չասեմ, ապա
դա լավ չէր ներկայացված եւ դրա մեղավորը կրկնում եմ արողակարգի բաժինն է, ծառայությունն է վարչապետի եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն չեն պատրաստել եւ նույնիսկ կարելի էր եւ պետք էր գումար հայթաթել եւ գնել մի ինչ-որ ռուսական զանգվածային լրատվության մի հեռուստալիք, որը նայվում է, թեկուզ ինձ այդ առաջակարգ հեռուստալիքներից փողին մուննած, փողը պետք է դրա համար տալ, որպեսզի վարչապետը հարցազրույց տար եւ պաս ասեր, օրինակ, թե ինչու եկել Մոսկվա, առայն որ Հայաստանը Խորհրդային Միության այն ժամանակվա ընտանիքում իր առանձնահատուկ եւ մեծ դերն է կատարել հայրենական պատերազմի ժամանակ եւ նշել բոլոր այն հերոսների անունները, այն բոլոր զորավարների անունները, բոլոր այն դիվիզիաների հայկական անունները, որոնք կռվել են գերմանական նացիզմի դեմ։ Ահա թե ինչու է նա հարգելով այդ իր այդ հայկական Հայաստանի մասնակցություն այն ժամանակվա Հայաստանի մասնակցություն, սովետական Հայաստանի մասնակցություն հայրենական մեծ պատերազմում հարգելով այդ եկել էր Մոսկվա։ Դուզի շարունակի եւ մեծ մեկ անգամ վստահի Հայաստանի նվիրվածությունը ամեն տեսակ նացիզմի դրսևորման դեմ, որովհետեւ սա այսօր օրինակ նացիզմի դրսևորում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում։ Այնպես որ վարչապետի գնալը ճիշտ էր, բայց վարչապետի այնտեղ ներկա լինելը ձախողման մեղքն էլ կրկնում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանն է, վարչապետի արարողակարգի ծառայությանը եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը, դրանց մեղքով։ Մի խոսքով այսօր այսքանը, բայց նախքան տեսություն ասելը մեկ անգամ եւս խնդրում եմ, որպեսզի բաժանորդագրվեք իմ Ամասի Հովհաննիսյանի YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասի Հովհաննիսյանի YouTube ալիք ավելի տարածում։ Հա, իդեպ քիչ մնաց մոռանայի։ Քիչ վաղ տեսություն ասել, որովհետև ուզում եմ մի անոնս անել։ Բանն այն է, որ վերջերս Անտարես Հոլդինգը հրատարակել է չեխ գրող, դասական գրող Վիկտոր Դիկի Արնետորսը վիպակը, որի թարգմանիչը, չեխերենից թարգմանիչը ես եմ։ Ուզում եմ այս արդիվ իմ շնորհակալությունը հայտնել հատկապես այդ հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանից, որի հնարավորություն ընձեռեց ինձ կատարել այս թարգմանությունը։ Իդեպ այս թարգմանությունը ես կատարեցի բավական հաճույքով, որովհետև ինչ թարգմանությունը այդ հեղինակը, չեխ այդ հեղինակը ինձ անհայտ էր։ Բայց ինչու ես անդրադարձա դրան, որովհետև միաժամանակ օրերս ես անդրադառնալու եմ այդ թարգմանությանը, որովհետև չէի ցանկանա, որպեսզի ընթերցողը երբ կարդար վիպակը եւ տեսներ գրված թարգմանիչը ով է, այսինքն Ամասի Հովհաննիսյանը, թյուր կարծիք կազմեր, որ ես պատշաճ չեմ կատարել թարգմանությունը եւ թերացել եմ հայոց լեզվի հարցում։ Ես դրան կանդրադառնամ, այսինքն ուզում եմ ասել, որ իմ արտահայտել իմ գոհունակությունը եւ շնորհակալությունը, որ գիրքը հրատարակվել է, միաժամանակ ասեմ, որ անդրադառնալու եմ մի քանի նկատառումների, որոնք վերաբերում են իմ թարգմանության վրա կատարված խմբագրական այսպես աշխատանքին։ Սրան ես կանդրադառնամ առաջիկա օրերին։ Իսկ հիմա ցտեսություն կհանդիպենք։